Նախընտրական խոստումները իշխող քաղաքապայմանագիրը Գյումրու մուշ թաղամաս է բերել։ Բակային շրջայցից հետո սա Գյումրու ավականու արտահերտ ընտրություններին մասնակցող այս ուժի առաջին հանրահավաքն է։ Քաղաքացիական պայմանագիրը գյումրեցիներին գրեթե նույն խոստումներն է տալիս, որոնք տվել է 2021-ի թիմ ընտրություններին։ Չի ասի, որ 70%-ն է նույնը, բայց մեր գաղափարները չեն փոխվել, լավ քաղաք ունենալու, համերաշխ քաղաք ունենալու, ասֆալտապատ փողոցներ, մանկապարտեզներ, մեր ծրագրերը չեն փոխվել, մեր գաղափարները չեն փոխվել։ ՔՊ ցուցակի առաջին համարը մուշեցիներին խոստանում է լինել բոլոր գյումրեցիների քաղաքապետը։ Մեր համայնքապետարանի հետ համատեղ պետք է կարողանանք այդ հարցերը լուծել։ ՔՊ-ականները վստահ են գյումրեցիների մեծամասնությունը ընտրելու է առաջին համարի քվեաթերթիկը եւ իրենք միաձայն ստանձնելու են քաղաքի կառավարումը մարտի 30-ին։ Կարեն Սարուխանյանն ասում է, թիմը չի քննարկել հնարավոր կոալիցիայի հարցը։ Այդ մասին որևէ քննարկում, որևէ խոսակցություն մենք չենք ունեցել, մենք գնում ենք ու վստահ ենք, որ մարտի 30-ին գյումրեցին իր ձայնը կտա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ մեր սարիքին։ Սարուխանյանի խոսքով բազմաթիվ գյումրեցիներ տարբեր մտահոգություններ են բարձրաձայնում այս օրերին։ Դիմավորել, ջերմ ընդունել։ Քաղաքի թաղամասերում տարբեր են խնդիրները, իրենք գալիս են դրանք լուծելու։ Տարբեր թաղեր իրենց բնորոշ խնդիրներն ունեն, այսինքն կարող է լինես մի թաղում, տվյալ թաղում խնդիրները այլ են, մեկ այլ թաղում խնդիրները այլ են, դրա համար մենք բոլոր թաղերում այցելելով եւ մեր տեխնացուն պարոն Մինասյանը շփվելով անձամբ քաղաքացիների հետ գույքագրում է ինչ խնդիրներ կան։ Մուշ թաղամասի բնակիչներն էլ հազար ու մի խնդիր ունեն, լավ առիթ է դրան քաղաքապետի պաշտոնին հավակնող Սարիկ Մինասյանին ներկայացնելու։ Մի րոպե կանգնել է Սարիկ ջան։ Արի երթանք կլսենք։ Դե շտագրողներն է թոլասեն։ Սեմի տունը։ Պելիկը արեք երթանք էլի մի հատ, ախպերական։ Տունը պելիկը չի քաշի, ապսայլուտնի չի քաշի։ Կանալիզացիան։ Լերիվ տանտակ։ Ես ասեցի սաղիթ խնդիրներից տեղյակ եմ։ Մինասյանն արագ պատասխանում է ընտրողների հարցերին, հետո սկանդալային հայտարարություն անում լրագրողների հետ ճեպազրույցում։ Արցախից գյումրեցիներին հայ ու թուրքի բաժանողները, ուրեմն 9 ուժերից մեկի առաջի համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Թող տղամարդկություն ունենա, հայտարարի, որ ես հայտարարում եմ, այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն։ Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու։ Սարիկ Մինասյանը չի գաղտնազրծում, թե ով է ՔՊ-ականների այն հակառակորդը, որը համարձակվել է Թուրքիայում կացության իրավունք ստանալ։ Արփիս Քեսյան, Ալբերտ Սերոփյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։